թե ինչի ենք եկել էլի այստեղ, վերջի բանը ասեմ։ Ժողովուրդ ջան, այս օրերին դուք տեսնում եք, որ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի շարունակում է շարարկել մարտի 1-ի դեպքերը։ Հասկանում եք, մարտի 1-ի դեպքերը շարարկվել են 18 թվականին։ Իշխանությունը է ունեցել բացարձակ։ Մարտի 1-ի դեպքերը շարարկվել են 21 թվականին։ Իշխանությունը ստացել բացարձակ։ Մարտի 1-ի դեպքերը շարունակում են շարարկել 26 թվականին։ 31 թվական։ Հա, հիմա ժողովուրդ ջան, 36 թվական։ Չէ, լավ, խնդրեմը ի՞նչն է, լավ, այսինքն այս անգամ էլ է ժողովուրդը խաբվելու, որ իբր ինքը պայքարում է Ռոբերտ Քոչարյանի դեմ, հա, ու Ռոբերտ Քոչարյանն էլ իր դեմ է պայքարում, ու էլի նույն արդյունքներն ունենանք այն ինչ որ 21 թվականին։ Հասկանում ես, այսինքն քանի անգամ կարելի է մարդկանց վրա նույն պրոդուկտը վաճառել, խաբել ու հետո գալ ասել դե ասենք սենց եղավ։ Ուզում եմ բոլորին իրազեկել, որ 19 թվականին, երբ որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, Սահմանադրական դատարանում գործ պետք է քննվեր, իրենք հանրակրվեին ուզում անել, կովիդը սկսվեց։ Հանրակրվեն չկարողացան անել։ Խորհրդարանով սահմանադրությունը փոխեցին խախտումներով։ Սահմանադրական դատարանի անդամներին փոխեցին, նշանակեցին իրենց ուզած դատավորներին։ Նիկոլ Փաշինյանի ուզած դատավորները արդարացրեցին Ռոբերտ Քոչարյանին։ Ոնց կարելի է դրանից հետո 21 թվականի այս թեմայով խաբվել գնալ ընտրել նորից իրանց, բևեռացված։ Եվ նորից 26 թվականին փորձել նույն բանը անել։ Դրա համար ենք եկել այստեղ։ Նախ առաջինը ասելու, որ սիրելի քաղաքացի, քո մասին չի այս իշխանությունը, այս իշխանությունը իրենց աջակիցների մասին է։ Միայն իրենց աջակիցներն են քաղաքացի ու ժողովուրդ։ Իրենց խոսույթը որ լսեք կտեսնեք, եւ երկրորդ սիրելի քաղաքացի, մի խաբվի նորից այս մարտի 1-ը շարարկելու պատմությունով եւ մի ձևավորիր էլի են պարլամենտը, որը ձևավորել է 21 թվականին։ Ինչ էլ որ կլինի։ Որովհետև լավ ինչ որ մեկը պիտի կանգնի, ասի որ այ ժողովուրդ ջան, լավ, կարող է մեկի շողությունը կարճ է, մեկինը երկարակարճ չէ, բայց օքեյ, հիշացնենք մարդկանց, որ այս թեմայով 21 թվականին ընտրվել են։ Ինչքան կարելի է նույն թեմայով բան անել, փորձել ընտրվել, ինչքան, քանի անգամ։ Մենք վստահեցնում ենք, որ հունիսի 7-ին քվեարկելով մեր օգտին դուք գիծ եք քաշել սիրելի ժողովուրդ եւ առաջինը երկրում չեն կարող երբևէ լինել նման բռնություններ, սպանություններ, քաղաքացում գնդակարել փողոցում, առաջինը սա եւ երկրորդը բնականաբար մեզ նաեւ ճշմարտության մի հատ փուլ է պետք անցնել, ճշմարտության հանձնաժողով ձևավորել եւ իրականությունը դնել մարդկանց առաջ, բոլոր պատասխանատուների անունները տալ, թեման փակել անցնել առաջ եւ երաշխավորել, որ ապագայում ոչ մի քաղաքացու բերան չեն փակի քարշտան մի կողմ ախրանիկներով եւ մարդկանց չեն գնդակարի փողոցներին եւ կլինեն դատարաններ, իրապահ մարմիններ եւ ինստիտուտներ, որոնք պաշտպանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։